Հարց կա քեզ, արի ես կարդամ, բարի երեկո ձեզ, Կապերնաում օգտատերն է գրել, բարև ձեզ, ազատություն մեր բոլոր քաղ բանտարկյալներին, հարգելի Անժելա, Ադրբեջանում կարծում եմ, գործում են բոլոր սոցկայքերը, քանի միլիոն դոլար է հարկավոր սոցկայքերով հիբրիդային պատերազմ սկսելու համար, Անժելան։ Շատ հետաքրքիր հարց է։ Տեսեք, խնդիրը այստեղ մի քանի շերտ ունի, միայն ֆինանսականը չի, դա շերտերից միայն մեկն է։ Հաջորդ շերտը դա համապատասխան մասնագետների քանակն է, որոնք գիտեն ինչպես վարել տեղեկատվական պատերազմ սոցիալական հարթակներում եւ հիբրիդային պատերազմ որպես դրա բաղադրիչ մաս։ Երրորդ շերտը դա պետական համակարգումը, աջակցությունը եւ այսպես ասած լեյտմոտիվ այդ process-ի պետքա լինի պետությունը, պետական ինստիտուտները։ Այսինքն կարելի է պրինցիպի էնտուզիազմի վրա այդպես պարտիզանական աշխատանք իրագործել, բայց դրա էֆեկտիվությունը անգամներ ավելի ցածր կլինի, քան եթե դա արվում է համակարգված պետական կառույցների կողմից, հավատացեք ինձ, ես գիտեմ ինչի մասին եմ ասում։ Հետևաբար այո մեծ գումարներ իրականում այդտեղ անհրաժեշտ չեն, եթե այդ գումարները կառավարվում են ճիշտ, եթե կան լավ եւ համապատասխան ոլորտային մասնագետներ, իրականում դա ահռելի մեծ գումարների մասին չի խոսք գնում։ Դա հնարավոր է, բայց դրա համար պետք է ունենալ ազգային իշխանություն, որը հասկանում է դրա կարևորությունը, որը ունի օրակարգ, պաշտոնական դիրքորոշում հայկական, հայամետ, հայանպաստ, պետական եւ այդ շահերի առաջ խաղացման համար ունի ռազմավարություն, այդ թվում նաեւ թշնամու ներքին լսարանի հետ աշխատանքի։ Եթե այդ ամեն ինչը կա, վստահեցնում եմ ձեզ, մասնագետներն էլ կան, մասնագետներ պատրաստելու process-ն էլ ժամանակատար է իհարկե, բայց երբևէ այս ընթացքում աշխատել ենք այնպես անել, այո, որ չդադարի եւ սերնդափոխությունը նույնպես կարողանանք ապահովել եւ շատ հրաշալի երիտասարդ մասնագետներ են մեծանում, Վարուժանը թույլ չի տա ինձ ստել, որ նաեւ մեր ուսանողները եւ արդեն ավարտած երիտասարդները բավականին բարձր մակարդակի մասնագետներ են, այդ թվում նաեւ այդ հնարավորությունը ստեղծվել է արևելագիտության հիմա գլուխ եմ էլի մի քիչ գովալու, բայց ես ու դու փաստացի այդ ընտանիքի արևելագիտական ֆակուլտետի ընտանիքի մի փոքր մասնիկ ենք, որտեղ սերունդներ, ճիշտ է, մեկ-մեկ բրակել են տվել, անկեղծ լինենք, ունենք տենց վատ։ Ես կնդրեմ Վարուժի դեմքի հիմա ցույց տվեք, ինձ ցույց տվեք։ Վարուժին ցույց տվեք։ Ամեն շատ լավ սկսվել էր։ Մի խոսքով մասնագետները կան եւ կարելի է պատրաստել, դրա համար մի փոքր ժամանակ է պետք, էներգիա, ուժ, բայց անհնարին ոչինչ չկա։ Այն պարագայում, երբ որ երկրում կան իշխանություններ, որոնք հասկանում են դրա կարևորությունը, մեծ գումար պետք չի, շատ ինչ որ աներևակայելի ջանքեր պետք չեն, ընդհանրապես պետք է նստել, գծել ռազմավարությունը եւ իրականացնել։ Դրա փորձ ունեցող մարդիկ կան, ձևեր իմացող մարդիկ կան։ Ինչպես ասում էր քաղաքական գործիչներից մեկը, ձևերը հայտնի են։ Այո, մնում է ամենակարևորը։ Այո, ազգային իշխանություն ունենալը։ Իրականում Անժելային ասածին պարզապես հարգելի դիտողներ մեկ բառ ավելացնեմ, որ մեր պետությունը, մեր ժողովուրդը, մեր ազգը ունի բառից բունի մասով համարյա բոլոր խնդիրները լուծելու համար բավարար ռեսուրսներ։ Այսինքն ամեն ինչի համար էլ կա, կադրեր կան, գիտենք ձևերը եւ այլն, մնում է միայն այս պահին ոնց որ լուծենք գլխավոր հարցը, այն է պետությունը փաստացի ազատագրենք։ Առանց ազատագրման ցավոք սրտի որևէ ոլորտում նախաձեռնած որևէ ազգային պրոյեկտ, որը նպատակ է հետապնդում ամրացնել պետությունը, պետության անվտանգությունը, պաշտպանվածությունը եւ այլն, ինքը խոշոր հաշվով դառնում է անիմաստ։ Գիշես, օրինակ